Փակ TV հեռուստալիքի բոլոր մշակութային ծրագրերը հովանավորվում են իրավապաշտպան Լևոն Բաղդասարյանի կողմից։ Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն է եթերում եւ քանի որ օրն էլ կիրակի է, հասկանում եք, որ այսօր մեր հերթական հանդիպումն է լինել թե չլինել հեղինակային ծրագրում։ Սովորաբար, երբ սկսում ենք ծրագիրը, մենք չենք հաղթում ավանդույթը եւ նախ ձեզ ենք ներկայացնում հյուրի մասին պատմող փոքրիկ տեսանյութը։ Խնդրեմ։ Հասարակական եւ քաղաքական գործիչ Միքայել Հայրապետյանը ծնվել է 1965 թվականին Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը 1987 թվականին եւ գրականության ինստիտուտը 1990 թվականին։ Մասնագիտությամբ բանասեր է, մանկավարժ։ 1987-ից մինչև 1991 թվականներին աշխատել է հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան դպրոցում։ 1991 թվականին եղել է Հայաստանի Հանրապետության Լուսավորության նախարարության ծրագրամեթոդական եւ դասագրքերի վարչության պետը, իսկ 1992 թվականին եղել է ԱԻՄ անկախություն պաշտոնաթերթի փոխխմբագիրը։ 1993 թվականից աշխատել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում։ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի պատճառով հեռացվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից եւ գտնվել ընդհատակում։ Ամուսնացած է, ունի 2 դուստր։ Շերի բարեկամներ, հասկացաք, որ իսկապես հրաշալի հյուր ունենք մեր լավագույն մտավորականներից մեկը Միքայել Հայրապետյանն է մեր տաղավարում։ Բարև ձեզ։ Հազար բարի Պարոն Ղուշյան։ Պարոն Հայրապետյան, ես կարծում եմ լինել թե չլինել այս հեղինակային ծրագիրը հենց ձեր նման ազգերի համար է, ինչպես ասում են, եթեր հեռարձակում, որտեղ սա այն մթնոլորտն է, որը ձեզ խորտ չէ, որում դուք կարող եք միշտ հայտնվել եւ ձեզ զգալ ինչպես տանը։ Ես ուզում եմ, որ այսօր այդպես էլ լինի։ Եվ ամենակարևորը, այսօր փորձելու ենք ավելի շատ խոսել Միքայել Հայրապետյան մտավորականի մարդու մասին, ով այս ամենի միջով անցել է, անցնում է եւ ամենակարևորը չի կորցրել իր բարոյական նկարագիրը։ Ինչպես եք ձեզ զգում։ Ճիշտ ասած չեմ կարծում, թե ես արժանի եմ, որ ինձ ներկայացնեք, բայց կարծում եմ, որ շատ լավ վերնագիր եք ընտրել, խորագիր եք ընտրել հաղորդաշարի համար, լինել թե չլինել Շեքսպիրյան արտահայտությունը, երևի աշխարհում ամենատարածված արտահայտությունը, դժբախտաբար, որը ամեն վայրկյան առնվազն վերջին 150 տարում ծառացած է մեր առջև, լինել թե չլինել։ Ընդհանրապես ինչ ենք հասկանում լինել ասելով, ինչպիսին լինել։ Հենց հիմա մեր նույն արյունն ունեցող 20 միլիոն, 18 միլիոն քուրդ կա Արևմտյան Հայաստանում ապրող, ժամանակին քրդացած հայեր են դրանք։ Հիմա այդպիսին լինել, թե լինել այնպիսին, ինչպիսին հիմա մենք ենք, լինելության խնդիրն է։ Մարգարիտա Սիմոնյաններ, Շախնազարովներ լիքն են, չէ, Ռուսաստանում, նույն բանը այնտեղ, կամ ամբողջ Նախակովկասում Ռուսաստանի, նրանց նման թե մեզ նման, այդ լինելության պարունակությունը որն է, ինչ ենք հասկանում լինել ասելով։ Չլինելը 21-րդ դարում արդեն գրեթե ֆիզիկապես չլինելը բացառված է։ Այդ ֆիզիկականի մեջ, որը հոգին է, կյանք է տալիս, որն է այդ հոգին։ Այ ինչպիսին լինենք։ Սա է խնդիրը, որ ցավոք սրտի ես տեսնում եմ, որ մենք դեգերում ենք նախորդ իշխանությունների եւ կոմունիստների ժամանակ եւ դրանից առաջ եւ չենք կարողանում ինքներս մեզ գտնել, լավ, որն ենք մենք, որն է մեր երանգը, մեր գույնը,
այս մեծ բազմազանության մեջ ինչ որ այսօր մոլորակն ունի։ Ուղիղ 100 տարի առաջ կրկնակի ավելի շատ էին ազգերը մոլորակի վրա, քան այսօր են։ Հիմա 100 տարի հետո ես կուզեմ, որ մենք դարձյալ լինենք, ինչպես որ 100 տարի առաջ էինք, եւ ոչ թե կիսենք վերացածների ճակատագիրը, բայց դրա համար հայտ է պետք ներկայացնել։ Մենք ով ենք այստեղ այս տարածաշրջանում։ Բաքուն ասում է, ես ադրբեջանցիս նավթ ապահովողն եմ ձեզ։ Ռուսաստանի նավթն էլ գաղտագողի կվաճառեմ ձեզ, դուք աչք կփակեք, իմ ժողովուրդը կաշխատի ձեզ համար։ Վրացին ասում է, ես նավահանգիստներ ունեմ, կգաք այստեղով ճանապարհը բաց կլինի, մենք ինչ ենք տալիս, մենք այդպիսի բաներ չենք տվել եւ չենք էլ տալու, դա մեր եսը չէ։ Որն է մեր առաքելությունը։ Չկա մոլորակի վրա մի ժողովուրդ, որ առաքելություն չունենա ու շարունակի գոյատևել։ Երբ վերջանում է առաքելությունը, դրանք ավելացած եղունգների նման կտրվում եւ դուրս են նետվում։ Ես կուզենայի, որ մենք գտնեինք մեր առաքելությունը, որ կարծում եմ, թե մի հատ ոտատեղ ունենալը եւ երկինք-երկիր կապը հաստատելն է, ինչպես ժամանակին նարեկացներ իր քարայրից անում։ Այսքան ուժեղ գլուխներ տվեցինք, անճարեղ գլուխներ տվեցինք, միայն վերջին 100-ամյակն տված տարբեր կայսրությունների մեջ, թե ռուսական, սովետական կայսրության մեջ, մի հատ Առնո Բաբաջանյանը, Արամ Խաչատրյանը, Վիկտոր Համբարձումյանն ինչ ասեք արժե։ Կարող եք ուրիշ ժողովուրդ ցույց տալ, որ այսքան կարող էր տալ։ Այդ կայսրության մեջ 1.5 աշխարհի չեմպիոն տվեցինք շախմատի, հա, Վարդգես ներողություն, Տիգրան Պետրոսյանը եւ կեսնել Կասպարովը, այսինքն ունակ ենք տալու, ցույց տվեք մյուսներին, որ կարողացան տալ, հրեաներին չեմ ասում, դրանք կրոնաստեղծ ժողովուրդ են, նրանց լեվելը լրիվ ուրիշ է։ Դե չեմ խոսում, մեր շախմատային ընտրանին 3 անգամ ճանաչվեց օլիմպիական խաղերի չեմպիոն շախմատային։ Շատ ապրեք, եւ մենք ինչ արեցինք, վտարանդի սարքեցինք արշավից գնացողին, Արոնյանին, դա չէր կարելի էլի այդպես նեղացնել մարդկանց կամ հիշում եմ այդ կադրերը, ասենք Մխիթարյանի հետ կապված ֆուտբոլիստ, որ ժողովուրդը հիանում է, բայց չգիտեմ, իշխանություններն ինչ որ բանսարկություններ սարքեցին նրա անվան շուրջ։ Արոնյանին ասեն տեղը բերեք, թե մենք, դու գիտեք, ես ով եմ, ես հեղափոխությունը առած տղա եմ։ Արոնյանը պիտի տեղը բերեր, թե մենք բոլորս պիտի տեղը բերենք, որ ունենք Արոնյան, որ մենք ինչպես ավետարանում է ասված, վատ եւ չար ծառայի պես հենց այնպես դուրը տվեցինք, մեզանից հեռացրինք, փառքասով որ հեռացող մարդ չէ, էլի, ամուր մարդ է։ Այնպես որ շնորհավորում եմ ձեզ, որ այսպիսի խորագիր եք ընտրել, այո, սա շատ օրահունչ է, անկախ այսօրվա այս թոհուբոհից։ Դրա համար որ ասիկ ձեզ ներկայացնել այսօր հիմա լիքը տեխնացուներ կան, գնում են ընտրության, կերակրատաշտից բայաբաժին են ուզում իրենց ջունգլի օրենքն է։ Նրանք երևի ավելի շահագրգռված կլինեն այս օրերին եթերներում երևալ իրենց ասելիքը, սին ասելիքը փոխանցել ժողովրդին մանիպուլացնել իրենց կանչենք։ Իմ ժամանակը մշտական է։ Ես սովորական, ինչպես ասացիք, մանկավարժ եմ, ուսուցիչ եմ։ Ես կարող եմ եւ այս ընթացքներում արձակուրդ ունենալ։ Բայց ցավոք, գիտեք, այն մարդիկ այսօր որ գնում են ազգային ժողով, ուզում են ամենայն դեպս դառնալ պատգամավոր, նրանց ճնշող մեծամասնությունը ասելիք չունի եւ նրանց մոտ երբեք չի կանգնել լինել թե չլինելու հարցը։ Նրանք չգիտես ինչու, ինչ միջոցներով այդ հարցը լուծել են իրենց օգտին եւ այսպես կիսագրագետ, կիսակայացած, մի խոսքով այդ կարգավիճակով գնում են առաջ։ Բաղուշան, մեր դժբախտությունը համազգային դժբախտություն, բայց դա քաղաքական դասավորվածությունից կոնյունկտուրայից է գալիս։ Այն նախինում այդպես չէ, դուք պատկերացնում եք, գեներալ Մանվել ու Շմայսին երեխու համար պիտի կրթության մասին օրենք գրեին։ Այն նույն բանը չէր։ Այսօրվա կրթության նախարարուհին կամ, չգիտեմ, այդ իրենց ոսկեղենիկ ճակերտներում հայերենով խոսող վարչապետն ու մյուսները, հասկանում եք, պիտի ինձ ինչ որ տեղեկատվություն փոխանցեն, ինձ պիտի ուղղորդեն, ինչպես ինձ նման մարդկանց պիտի կարողանան ուղղորդել, ամեն ինչ է կիսաքանդված վիճակում, եւ դա ամենևին այսօրվա իշխանության մեղքը չէ, այսօրվա իշխանությունը պարզապես ամեն ինչ ջրերեսին հանեց, ինքն իր դեմքը ցույց տվեց։ Մյուսները գոնե ծպտված էին անում, էլի, ծպտված անում էին իրենց սրիկայությունը, բայց մի հատ մեջդեի արձան գոնե կանգնեցնում էին։ Ծպտված անում էին իրենց սրիկայությունը, բայց մատենադարանի մոտ են
կառավարության ընդունելությունների տան պատին հայոց այբուբեն էին տպտված իրենց սրիկայությունն անում էին, բայց Իրան-Հայաստան գազամուղ էին սարքում։ Ինչքանով որ հնարավոր էր մարդիկ այդքանով կարողացել են։ Կարող ենք մի բան ավելացնել վրան, այլապես խորենացու ասած ժառանգությունից փախչողն ենք դարձել։ Այստեղ է ողբերգությունը, հենց փախանք ժառանգությունից։ Մենք դառնում ենք չլինելու կատեգորիայի բաժին, փայ ենք դառնում չլինելուն, ոչ թե լինելուն։ Մեր լինելությունն է պետք գտնել, իսկ լինելության հիմքը հոգին է, հոգին։ Այլապես կավից ստեղծված մարդը մեր Իսահակյանի, չգիտեմ Վարդան Մամիկոնյանի արձանի նման մի բան կլիներ։ Այդ Աստծո շունչը մտավ մեր մեջ, որ մենք շարժվող ու բանական արարածներ դարձանք։ Այս հոգին է պետք գտնել, ո՞րն է հայի հոգին, ո՞րն է որ մեզ մյուսներից տարբերում է եւ գեղեցկացնում է մարդկության, մոլորակ եղած մարդկության բույրերին ծաղկե փնջին, սեփական բույրն է բերում։ Մենք այդ բույրն ունենք, թե իրար վրա հարձակվելու բույրն է, այդպես տեսել ենք էլի, ուկրաինական պարլամենտում էլ իրար ծեծում էին, մյուս տեղերում էլ այդ վայրի աֆրիկյան բաներում նույնիսկ ուտում էին իշխանություններն ու դիմություն իրար, բարի բուն իմաստով միս էին ուտում, իրար միս էին ուտում։ Մենք էլ մարդակերությունից Թումանյանի ասած, 1000 տարում հազիվ դարձած մարդասպան, հիմա մարդասպան ենք դարձել, ավելի բետարն ենք դարձել, մարդասպան չենք, հոգեսպան ենք դարձել, որը շատ ավելի վատ բան է։ Ակամայից հիշում է Շեքսպիրի հայտնի խոսքերը, որն է հոգեպես ավելի ազնիվ տանել գորբախտի պարսակարերը եւ սլակները, թե զենք վերցնել միշտ ու ցավերի մի ծովի ընդեմ։ Շեքսպիրին էլ կուզենայի, որ լավ գուրու լիներ եւ դա բացատրեր։ Զենք ասելով, եթե 21-րդ դարում կհասկանանք, որ չգիտեմ Կալաշնիկովի ավտոմատ մեկամ պարոն Փաշինյանին ժամանակին տրված այն ինքնաթիռը առանց հրթիռների, հա, ուրեմն մենք ծիծաղելի վիճակում կլինենք։ 150 տարի առաջ այո կարող էին երգել, որ միայն զենքով կա հայ իմպերկություն, բայց հիմա պետք է հասկանանք ինչ զենքի մասին է, զենքերն իրենց չափումներն են փոխել։ Տեսնում եք շատ էժան անօթաչուները կարողանում են անել այնպիսի դաժանություններ, այնպիսի իրական պատերազմ վարել, որ հսկայական, չգիտեմ, նավատորմերը չեն վարում։ Գիտեք, ես պիտի ասեմ, որ ցավոք լինել թե չլինել այս հարցադրման առջև մշտապես կանգնել են առաջին հերթին մտավորականները։ Ինչու եք դա բացատրում։ Որովհետև սա հավերժական բան է, բայց անհարմար է, որ մենք 21-րդ դարում այդ խնդրին վերջնականապես այնպիսի լուծում չենք տվել, պատասխանն այնպիսին չունենք, որ այսպիսի հարց ուղղակի մեր մեջ չառաջանա։ Ժողովուրդն է մեղավոր, թե մտավորականն կամ էլիտան ընդհանրապես, էլիտաները։ Ժողովուրդները, աշխարհի բոլոր ժողովուրդները, ամենակարդացած, ամենաուսյալ ժողովուրդներն անգամ հեղուկ են։ Իսկ այդ հեղուկը ինչ տարայի մեջ կլցնես, այդ տարայի տեսքն էլ կընդունեն։ Գավաթի մեջ կլցնես, գավաթի տեսք կընդունեն, թեյնիկի մեջ կլցնես, թեյնիկի տեսք կընդունեն, կշպրտես հողին, կներծծվեն ու կգնան կկորչեն։ Ժողովուրդները իրենք հեղուկն են, այ ազգի սերուցքը կամ ընտրանին էլիտաները փոքրիկ քանակությամբ տնտեսական էլիտաներն են, քաղաքական էլիտաները, չգիտեմ, հոգևոր էլիտան է, այս էլիտաներն է, որ պատասխանատվություն են կրում, որովհետև նրանց առաքելությունն է շատ լավ անոթ սարքելը, շատ լավ անոթի ձև ընդունելը։ Ցույց տվեք այսօրվա մեր մտավորականներին, որ սովորական քաղաքական գլադիատորների նման խրամատավորված չեն եւ մեկը մյուսի դեմ կռվի դուրս եկած չէ։ Ինչ խնդրի շուրջ։ Մեկը մյուսին դավաճան ասելով բան է փոխում։ Չենք հասկանում, որ խնդիրը դավաճանությունից այն կողմ է անցել։ Լրիվ ուրիշ տեղում է խնդիրը։ Մեր մտածողությունը, մեր միտքը առողջացնելու խնդիր կա, բայց այդ միտքը չի առողջանա, քանի դեռ հոգին առողջ չէ։ Քանի դեռ մենք հոգին ստորադասում ենք նյութականին, քանի դեռ բանակ ասելով շատ վատ հասկանում ենք ելակը եւ բանակ ասելով հասկանում ենք զենքը։ Ելակն էլ է կարևոր, զենքն էլ է կարևոր, բայց դրանից առաջ ուրիշ բան։ Այլապես հիմա պիտի բոլոր օրենքներով Իրանը վերացված լիներ, չէ՞, մեր կողքին պատերազմ է աշխարհի հզորագույն պետությունը ռմբակոծեց այդքան երկար ժամանակ, մեկ ամսից ավելի ռմբակոծեց, կան այդ ժողովուրդը կա եւ կլինի։ Ինչու այդ զենքերը չէին, իսկ այդ զենքերն էլ որ ունեին, հենց այնպես չստեղծվեցին իրենց
զգացողությունը, հոգին, իրենց միտքը տարավ այդ զենքերն ամբարելու։ Մենք ինչ ենք ամբարում։ Ինչպես հայտնի երգի մեջ է, որ ասում է գնամ ժողվեմ զիմ խեղճ գառներ, այդ գառները, այդ հայության էատաժերը որոնք են, մենք այդ էությունից ենք հեռացել։ Էությունից հեռացել ենք ինչ տարբերություն։ Հիմա Արարատյան դաշտում երազանք իդեալներ չունեցող մեկը վարում կկաճեցնի ու աշխարհին կվաճառի, թե ադրբեջանցին, թե քուրդը, թե վրացին, ոչ մի տարբերություն, դու պիտի ապացուցես, որ ավելի նպատակահարմար ես դու։ Իսկ դրա համար ասում եմ, էլի ձեր ասած էլիտաներն են, պետք Վիկտոր Համբարձումյանները կարող են անել։ Մեր պետությունը 30 տարվա մեջ չկարողացավ պրոյեկտ ներկայացնել։ Ինչը Վիկտոր Համբարձումյանն արեց, գիտեք։ Մեր սովետական Հայաստանի 29000 քառակուսի կիլոմետրը չէր կարող ավելի բնակչություն են ժամանակվա տեխնոլոգիաների պայմաններում ավելի բնակչություն ապահովել, քան 3-4 միլիոնն է։ Դրա համար անընդհատ արտագաղթը կար։ Դրա համար հասկացա, որ այստեղ Արարատյան դաշտում լավ ցորեն ցանելով կամ չգիտեմ խաղող աճեցնելով թեկուզ գինու գործարան ու կոնյակի գործարան ունենալով դու կարևոր ստրատեգիական խնդիր չես լուծելու, էթնոս չես ունենալու այստեղ։ Եվ դա բավարար մրցունակ էթնոս չի լինելու։ Մարդը Հայաստանի համար, որ փոքրիկ մի տարածքում կարող են հարյուրավոր եւ հազարավոր մարդիկ հավաքվել գիտահետազոտական ինստիտուտներ արած։ Փառք Աստծո այդ պաշարն էլ ունենք, այդ ռեսուրսը մեզանից ով կարող է խլել, չէ՞ որ դա մեր մտքի մեջ է։ Ինչքան գիտահետազոտական ինստիտուտներ կային։ Մի հատ Մերգելյանում այնքան մարդ էր աշխատում, այնքան հայր այդտեղ աշխատում, ինչքան, չգիտեմ, ասենք հոկտեմբերյանի դաշտերում աշխատող գյուղացիներն էին։ Նա փոքրիկ Մերգելյանում, Քարեսիլիկատների ինստիտուտում, ֆիզիկայի ինստիտուտում, հիմա մենք քանի որ տգետ ենք լրիվ ուրիշ ուղի ենք բռնել, հիմա տգիտությունը պարզապես երևում է, էլի, թե չստացվի, որ հիմա միայն այս իշխանությանն եմ ասում։ Նախորդները հետանկախական շրջանում մենք քանդեցինք այն, ինչը մեր ոտքի տակի այն ամուր հողն էր, որի մասին հենակետն էր, որի մասին Արքիմեդն ասում էր տվեք ինձ հենակետ եւ կշրջեմ աշխարհը։ Մենք մեր հենակետը մեր ոտքի տակից տարանք, դրա համար էլ աշխարհն եկել է եւ մենք մերկ ենք, ոչինչ չունենք դիմացը կանգնեցնելու։ Մենք այսպես ժամանակի միջով փորձելու ենք նախնադարից գալ անցնել մեր ժամանակները միջև մեր օրերը հասնել, բայց այս ընթացքում մենք ցուցադրելու ենք մի քանի տեսանյութեր, ինչը կապված է մեր պատմության հետ եւ ինչի միջով դուք ինքներդ էլ անձամբ եք։ Հիմա դիտում ենք առաջին տեսանյութը եւ դուք կհասկանաք խոսքը ինչի մասին է։ Խնդրեմ Կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար եւ ով է իրականում ծախում այն։ Մահ կամ ազատություն։ Սովորաբար այն ժողովուրդները, որոնք կրում են այդ լոզունգով, ստանում են միայն մահ։ Ազատությունը բաժին է հասնում սովորաբար կարգախոսի հեղինակներին։ Կասկածի ворթը մեզ ներսից ուտելու է, մեզ ջանդամը պետությունն է ուտելու։ Պատմության էությունը հետևյալն է։ Հասարակության մեջ իրոք ինչ-որ շերտ մեղավոր է որոնում եւ իշխանության մեջ ինչ-որ օղակներ տոն են տալիս դրան։ Բայց սովորաբար մեղավոր փնտրում են կամ քավության նոխազ պարտությունից հետո։ Պարտություն չկա, բայց ես պատկերացնում եմ ինչ մղձավանջ կսկսի, ինչ մղձավանջ է սկսելու մեղավորներ որոնելու, երբ որ չտա Աստված բուն պարտություն լինի։ Ես պատկերացնում եմ այդ վիճակը Հայաստանում։ 1999 թվականի հունվարին սկիզբ դրվեց Ղարաբաղ կոմիտեի անդամ, ներքին գործերի նախկին նախարար, հրապարակախոս Վանո Սիրադեղյանի քրեական հետապնդմանը։ Ձմեռային այդ օրերին սկիզբ առած իրադարձությունները ի վերջո հանգեցրին երրորդ հանրապետության հիմնադիրներից մեկի հեռացմանը երկրից։ Չեմ ուզում դառնալ այդ քավության նոխազ։ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնխելիությունից զրկելու միջնորդությամբ ազգային ժողով մտավ 1999 թվականի հունվարի 25-ին։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Վանո Սմբատի Սիրադեղյանը
Հանդիսանալով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար, անձնական շահագրգռվածությունից ելնելով 93 թվականի դեկտեմբերին ներքին զորքերի վարչության պետ Վահան Հարությունյանին հանձնարարել է կազմակերպել եւ Մոսկվա քաղաքում իրականացնել հայկական միջազգային ասամբլեայի նախագահ Սերժ Ջիլավյանի սպանությունը։ Գլխավոր դատախազի պնդմամբ Մոսկվայում բնակվող Սերժ Ջիլավյանից բացի Սիրադեղյանը նախարար աշխատած շրջանում փորձել էր կազմակերպել նաև եւս 2 հոգու։ Հայաստանի վերջին գումարման Գերագույն խորհրդի դաշնակցական падգամավոր Կիմ Բալայանի եւ ազգային անվտանգության պետական վարչության նախկին փոխտնօրեն Գուրգեն Եղիազարյանի սպանությունները։ Հետաքրքրականը սակայն այն էր, որ ներքին գործերի նախարարի պատվիրած 3 սպանություններից ոչ մեկը ավարտին չէր հասցվել։ Դատախազի բնորոշմամբ Վանո Սիրադեղյանի կամքից անկախ պատճառներով։ Սիրադեղյանի գործունեության մեջ սակայն ըստ նախաքննական մարմնի դիակներ կային։ Աղվան Հովսեփյանը պնդում էր, որ Ջիլավյանի չկայացած քիլլերները Արթուր Հովանիսյանը եւ Կարեն Ռաֆայելյանը Մոսկվայում ձախողումից հետո վերադարձել էին Երևան, հաշվեհարդարի զոհ դառնալով։ Շարունակում ենք ծրագիրը, մեր հյուրը Միքայել Հայրապետյանն է։ Պարոն Հայրապետյան, դուք այս ամենի միջև անցել եք, քաջատեղյակ եք երևի այս պատմություններին, լավ ճանաչել եք նաև այդ օրվա հերոսներին, ես կուզենայի լսել ձեր մեկնաբանությունը։ Դժբախտաբար մեր անկախության այս ամբողջ ընթացքում մենք քաղաքական մտքի ավելի բարձրակետ քան Լևոն Տեր-Պետրոսյանն էր չունեցանք, իրենով սկսեցիք, չէ, իր խոսքից սկսեցիք այս կադրերի ցուցադրումը, որ կյանքը ցույց կտա իրականում ով ինչ է արել Ղարաբաղի համար եւ ով է ծախում այն։ Եվ տեսանք թե ով ծախեց։ Ծախելն ինչի ով վաճառասեղանի մոտ կանգնած գումարն է վերցնում, այլ ով հասցրել է, ովքեր հասցրել են Արցախը ապրանք դարձնելուն, վճարամիջոց դարձնելուն։ Եթե մի բան վճարամիջոց դարձել է, ծախողներ միշտ էլ կգտնվեն։ Խնդիրն այն էր, որ մեզ համար Արցախը չլիներ այդ ծախելու առարկան։ Եվ միանգամայն ճշգրիտ է նախագահը, առաջին նախագահը։ Շատ Վազգենի մասով էլ չասեմ, որտեղ Վազգենին լրիվ ուրիշ կերպ եմ ես անցալել, դեռ շարժումից առաջ էլ շատ սիրել եմ, ինձ համար հարազատ մարդ է եղել եւ անձնական ողբերգություն եմ անցալում նաեւ Վազգենի կորուստը։ Մեր պետականությունն այսօր ինչ չէր լինի, եթե Վազգենը կենթանի լիներ, եթե հոկտեմբերի 27 արած չլինեին, բայց չէր կարող հոկտեմբերի 27 չլինել։ Ինչու՞, որովհետեւ հենց նույն Վազգենը ինչ որտեղ սայթակեց, որովհետեւ գիտեք, մենք եթե ազգը միասնական օրգանիզմ է, ինչպես մեր օրգանիզմն է, ամեն մեկն իր ֆունկցիան ունի եւ պետք չէ որ խառնվի մյուսի ֆունկցիաների մեջ։ Վազգենն իր ֆունկցիան որպես հրամանատար լավագույնս կատարել էր։ Ինչպես որ իմ ձեռքը շատ լավ է գրելու համար, կոմպով հավաքելու համար, բայց նա չի կարող փոխարինել իմ աչքերին, չի կարող փոխարինել իմ ատամին, աչքերը տեսնելու, բերանն ուտելու, չգիտեմ, խոսելու համար են, ականջները լսելու, փորձել, որ ձեռքը ականջի դերը տանի, ականջը, չգիտեմ, լեզվի դերը տանի, չի լինում։ Այդ խճողումն էր, որ չէր կարող չհասցնել հոկտեմբերի 27-ի։ Եվ այստեղ Վազգեն Սարգսյանի սայթակումը եւս կար, դժբախտաբար։ Վանո Սիրադեղյանին էլ մի մտքին բացարձակապես համամիտ չեմ, մնացածին համամիտ եմ, մի մտքին, որ ասում է մահ կամ ազատություն, ասողներից մահը հասնում է ժողովրդին, իսկ նրանց չի հասնում, ազատությունը այդ կարգախոսն ասողներին է հասնում, չէ, այդպես չէ, ընդհակառակը հաղթում են նրանք, ովքեր գիտեն, որ մահը անմահություն է, նայած ինչպիսի մահը, եւ այդպիսի ժողովուրդներն են, որ մինչեւ հիմա ոտքի վրա են։ Եվ մի քիչ էլ համամիտ չեմ Վանո Սիրադեղյանի ասած այն մտքին, թե կավության նոխած չեմ ուզում դառնալ։ Անհնար է ընտրել մի ճանապարհ, որի հանգրվաններից մեկը պարտադիր պետք է լինի նոխած դառնալը,
Չէ իր ուզում չմտներ այդտեղ։ Վազգենը մի հատ հրաշալի բան էր ասել, որ ասել էր ես եմ կերտել իմ ճակատագիրը։ Հարցազրույցներից մեկում փառայք բան էր ասել, այո, ամեն մեկն իր ճակատագրի տերն է։ Ջահանգիրյանը, որ ասել էր համոզում են կույս մնան, համոզում են հաճույք ստանան, բա համոզում ես պետություն կառուցես համել այդ պարտադիր նոխազը չլինել, նոխազի գաղափարը 5 կտակարանից կա։ Ասեք դուք Սթոունհենջի պատկերն եք դրել մեր թիկունքին, անհիշելի ժամանակներից անգամ զոհաբերումը պարտադիր բան է, պարզապես մեր լեզվում այնքան լավ քարացած կարծր կառույցներ կան, կա զոհաբերությունը եւ ունենք նաեւ էշնահատակ արտահայտությունը, այ խնդիրը այստեղ է, ուզում է զոհաբերվողը լինես եւ քոսոտ այծերին չէ որ զոհաբերում էին հնում, մարդկության առաջին սպանությունը, առաջին մահը հենց դրանով եղավ, երբ որ Կայենը նախանձեց Աբելին, որովհետև Աբելն ավելի ընդունելի էր, որտեվ իր ունեցած լավագույնն էր զոհաբերել իր մեծությանը, իր Աստծուն։ Հիմա մենք ուզում ենք պետություն ունենալ եւ ուզում ենք քոսոտ այց զոհաբերենք, չի լինում։ Այ Վանոյի նման խոշոր անհատականությունները պիտի լինեին զոհաբերվողները, դժբախտաբար, բայց չէ, աղվանի նման են խայտառակություն էր, էլի, թող հələ դրա օրոք այս դատախազը, որ մտել էր Վանոյի վրա, Վանոյի ճկույթը չարժենալով անգամ, կարող էր այդպիսի բաներ անել, թող մի հատ բացեք տեսեք իր օրոք ինչեր են կատարվել եւ ինքը ինչպես է վարվել դրա հետ, մեր պատմության խայտառակություններից է, իսկ ովքեր կարող են խայտառակություններին բերել իշխանության, խայտառակ կերպարները, խայտառակ իշխանությունները, կարծում եմ, որ գնալով մեր քաղաքական էլիտան դեգրադացման է գնացել, տեսեք Լևոն Տեր-Պետրոսյան, դոկտոր, լուրջ լրջագույն գիտնական, արևելագետ, հետո եկավ գործարանի պարտկոմ, իջավ, հետո եկավ կոմսոմոլի քարտուղար, հիմա եկավ նույնիսկ, չգիտես ինչ, տեղի մի հատ մամուլի խմբագիր, Աստված էլ Բեթարից ազատի։ Մենք դեգրադացվում ենք, մեզ մի հատ ոստյուն, ինչ որ մի բան պետք է, չգիտեմ ինչ է պետք, որպեսզի մեզ մի հատ թափ տանք, ճիշտ այնպես, ինչպես որ Ձենովոհանը գոռում էր, այ այդ մտավորականն այդ Ձենովոհանը պիտի լինի, իր ֆունկցիան դա է, ուրիշ ֆունկցիա վերցրեց, ինքը վարի է գնալու, պիտի ձեն տասի, Դավիթ քեզ մի հատ թափ տուր հորի մեջ, դու Դավիթն ես, թեկուզ քեզ խաբեությամբ գցել են այնտեղ, հələ քեզ թափ տուր, եւ եթե հորեղբոր ձայնը չլիներ, Դավիթը մնալու փտելու էր այնտեղ։ Մեր տեսանյութում տեղ գտած հերոսները ամեն մեկը յուրովի փորձում էր պատասխանել իր համար առաջ քաշված լինեն թե չլինելու արդին։ Եվ ամեն մեկի ճակատագիրը դրա պատասխանը տվեց։ Այ համամիտ եք։ Շատ գեղեցիկ ձևակերպեցիք, այո։ Տեր-Պետրոսյանը մենակ ինձ գոնե հարազատ պատասխաներ տվել։ Այն ժամանակ չէ, այն ժամանակ ես հալածում եմ միշտ իրեն դեմ եմ քվեարկել։ Ես միայն իր հրաժարականից կես տարի հետո հասկացա, թե ինչքանով ինքը ճիշտ էր եւ իմ մտածողությունը ինչքանով ոչ արդյունավետ, այսինքն սխալ։ Ինքն էլ միայն բանաձևումը տվել, ասում էր 3000 տարի Արցախում հայեր են ապրել, մեր խնդիրն այն է, որ 3000 տարի հետո էլ հայեր ապրեն։ Թե կլինի մելիքական, սովետական, ադրբեջանական, հետո նորից հայկական, իրանական, ոնց հողը պատկանում է տիրոջը։ Պարզապես Տերը պետք է զգալ իրեն։ Տեր-Պետրոսյանը դա էր բերում խնդիրը, որտեղ հասկանում էր այս պահին խնդրի այդ ձևակերպմամբ է, որ կկարողանանք կորուստներ չունենալ, ընդամենը շահել այդքանը։ Վազգենն ասաց, չէ, գրավել ենք, կպահենք, երբ որ չենք կարող պահել, կտանք, բայց այդպես չի լինում, Վազգենը սխալվեց, այո։ Եթե երբեկան գրավելու, այլևս մենակ այն ինչը որ վերցրել ենք, ավետարանում հստակ ասված է, ասում է եւ կկորցնեն այն, ինչ կարծել են թե ունեն, այդ վատ տնտեսի առակի մեջ։ Այսինքն մեր մոտեցում, թեկուզ այս բոլորից ինձ համար ամենահարազատը Վազգեն Սարգսյանն է, ասում եմ, բայց միևնույն է, իր մոտեցումը չէր, որ կպահենք այնքան, ինչքան կարող ենք պահել, ոչ, զենքը մենակ, ել եմ կրկնում, նյութական զենքը չէ ստորին մակարդակի, խելքի զենքներ կա բանականության, հա, եւ հոգեվոր զենքը կա ավելի բարձր մակարդակների։ Երբ որ դու դրույքը կատարում ես միայն
կարողանանք պահել, այդ դեպքում դու էստեղ գցել ես կորուստներ ունենալու։ Ինչպես որ հիմա մենք ունենալու ենք Արցախի հրաշք բանահյուսությունը, հրաշք բարբարի, ենթաբարբարները, մենք սրանք կորցնելու ենք մի քանի տարի հետո, այլևս խոսողներ չեն լինելու, այլևս այդ երգերը ճիշտ երգողներ չեն լինելու։ Հասկանում եք, մեր հոգևոր գանձարանից, մեր հոգուց երանգ է պակասելու։ Ինչու՞, որովհետև մենք առավելապաշտություն դրսևորեցինք։ Միքայել, այս բոլոր հերոսների ում մենք հիշատակեցինք, նրանց մեջ կա մեկը, որը մեր նորագույն պատմության մեջ իր ուրույն տեղն ունի հավանաբար, խոսքս Վանո Սիրադեղյանի մասին է, բայց մինչ նրան նորից անդրադառնալը առաջարկում եմ դիտել եւս մի տեսանյութ, որից հետո հարցս կուղեմ նորից քեզ։ Խնդրեմ։ Արցախի հարցի մասին։ Կարծես Մահամերձի սնարի մոտ լինեն։ Չեն խոսում։ Այնինչ գլխավոր հարցը եւ 1.5 տարի հետո, մի տարի 1.5 տարի հետո նույնն է պատերազմի եւ խաղաղության հարցն։ Այնինչ նախընտրական է ամբողջ շրջանում հիմնական լոզունգը բոլոր կուսակցությունների կարծես մեկն է՝ մահ կամ ազատություն։ Մահ կամ ազատությունը կարող է անհատի լոզունգ լինել կամ անհատի ընտրություն լինել, դիլեմա լինել, բայց ժողովրդի համար չի կարելի, որ ժողովուրդը այդպիսի լոզունգ ունենա։ Սովորաբար այն ժողովուրդները, որոնք գնում են այդ լոզունգով, մեր ժողովրդի պատմական փորձը ցույց է տալիս, ստանում են միայն մահ։ Ազատությունը բաժին է հասնում սովորաբար կարգախոսի հեղինակներին։ Իշխանությունով, կուսակցություններով, անհատներով, մտավորականներով կգտնենք արդյոք այսօր մի բանաձև, սա է գլխավոր խնդիրը, որը մեր ժողովրդին խաղաղություն կբերի, արժանապատիվ խաղաղություն բնականաբար։ Մեզ կարծում եմ պակասում է այն գիտակցությունը, որ մեծ պետությունների, մեծ ժողովուրդների շահերի բախման ասպարեզում փոքր ժողովուրդները շահելու բան չունեն։ Փոքր ժողովուրդների շահը այն է, որ այդ մղձավանջից դուրս գան փոքր կորուստներով։ Հիշեցնեմ, որ մեր լավագույն մտավորականներից մեկը Միքայել Հայրապետյանն է, այսօր լինել թե չլինել հեղինակային ծրագրի հյուրը։ Դե Վանո Սիրադեղյանի խոսքերը կարծում եմ դուք արդեն լրիվ կարող եք վերլուծել։ Սկզբի մասին ասացի միակ հատվածն այն է, որ համամիտ չեմ, թե մահ կամ ազատությունը այսպիսի վախճան է ունենում, ինչպես Սիրադեղյանն ասաց։ Այստեղ հանկարծ չստացի, որ Սիրադեղյանի հետ իր հետ էլ դեմ եմ եղել իրեն, իմ խմբագրած թերթերում միշտ ծաղրել եմ, հեգնել եմ, նույնիսկ վիրավորել եմ, քննադատել եմ, բայց վերջին անգամ, երկրորդ անգամ, երբ որ հեռանում էր, ընդամենը այդ հեռանալուց մի քանի ժամ առաջ մենք ենք երկուսով մի քանի ժամ խոսել, առանձնազրույց ունեցել։ Այնպես որ շատ բաներ կան ասելու, այսինքն ինձ համար հարազատ մարդ է։ Ես իր հետ մտերմացել եմ 2000 թվականից, ներողություն 99 թվականից, երբ որ ինքը խնդիրների մեջ էր։ Իսկ երբ որ ինքը ձիու վրա էր, այն մնացած սին լքորները, որ այսօր են տակուկ տեղերում վերընկած, դրանք էին նրա շրջապատը։ Իսկ երբ որ ներմ ընկավ, իր նախկին ճակերտյալ թշնամիներն ինձ նման մարդիկ, Շանթ Հարությունյանի նման մարդիկ էին, որ անընդհատ Վանոյին հոգևոր սնունդ կարող էին տալ, իր կողքին էին։ Այնպես որ հանկարծ անձնական բան չդնեք։ Վերջին պահը դասական է ասում ինքը, երբ որ ասում է, որ երբ մեծերը բախվում են, փոքրերի խնդիրը, տեսեք, խնդիր է ձևակերպում։ Խնդիր ձևակերպելը երբեմն ավելին արժեք, քան խնդրի լուծումը։ Խնդիրը ճշգրիտ ձևակերպում է, ասում է, երբ մեծերը բախվում են, փոքրերի խնդիրն այն է, որ կարողանան հնարավորինս անկորուստ դուրս գալ այդ բախման միջից։ Հիմա էլ մեր խնդիրը դա է։ Բախվել են մեծերը, հա, նույնիսկ չես էլ հասկանում այնպես լղոզված է, կա այդ հավաքական արևմուտքը, թե Եվրոպան առանձին է, Միացյալ Նահանգներն առանձին, կա Ռուսաստանն առանձին, թե Ռուսաստանը Թուրքիայի հետ է, Թուրքիան արևմուտքի հետ, սրանք էս մեծերն իրար հետ լեզու գտնելու են երբևէ, ու վատամարդը մենք ենք լինելու, եւ երկուսն էլ մեզանից են մոռանալու։ Տեսեք, մեր պատմության մեջ ախր բազմիցս եղել է ամենակարկառուն օրինակը
Երբ որ նամակ են գրում Պարսից Շահնշահը եւ Բյուզանդիայի կայսրը, ասում են մեր միջև կա խոտոր մի ժողովուրդ, արի պրծնենք սրանց հանգիստ ապրենք, էլի դու քո մասին վերացրու, ես իմ մասին վերացնեմ, արտաքսենք, հա, խորքերն ուղարկենք։ Մենք ինքներս հետո այդ խորքերը գնացինք։ Այ հիմա ողբերգությունը դեգրադացիան գիտեք ուր է հասել, դեգրադացիան այդ նահանջեց ստորացումը։ Ժամանակին 30-ական թվականներին կոմունիստները Ստալինը հայ ժողովրդին ակսորում էր թուրք ժողովրդի նախահայրենիքը Ալթայ, հեռավոր Սիբիր, այդ տափաստանները, որտեղ մենք տասնյակ հազարներով թողեցինք նրանց ոսկորները։ Հիմա հայերն ինքնուրույն են գնում, Նարինսկ հասկանում եք, այն տեղը, որտեղ Սառույցի վրա աքսորական մեկը մեր Գևորգ Քոչարը ճարտարապետ, որ աքսորված էր, ինքը այդ քաղաքի նախագիծը, հա, ճարտարապետն ինքն էր, ինքը գծեց այդ աքսորավայրում հենց եւ եւս ուրիշ երկու քաղաքների։ Հիմա մենք ինքներս ենք մեզ աքսորում։ Ստացվեց մենք կատարում ենք այդ երկու հզորների երազանքը, երկու կայսրությունների, ինչ տարբերություն է, ժամանակ Իրան եւ Բյուզանդիա էր, հիմա էլ համարեք Ռուսաստան եւ Արևմուտք է։ Այդ երկու կայսր նրանք մեզ համար ինչու պիտի մտածեն, շատ առողջ է Սիրադեղյանի մոտեցումը, այո, մեզ համար չեն մտածելու, որևէ մեկը մեզ համար ոչինչ չի անելու։ Մենք ինքներս պիտի այնպիսի դիրքավորում ունենանք, որ իրենք շահագրգռված լինեն մեզ օգտակար լինելու։ Եվ ոչ թե գնանք ասենք դե մեզ ոչ զենք է պետք 80-ականներով էլ յոլա կգնանք այնա մեր երաշխավորն ունենք, Ռուսաստանը մեր անվտանգության երաշխավորն է, կգա X պահը եւ Ռուսաստանը կվարվի Հայաստանի հետ այնպես, ինչպես վարվեց 200 տարի անընդմեջ Հայաստանին դիտարկելով որպես վճարամիջոց օտարների հետ առևտրում։ Այսօր էլ մենք այդ վտանգի առաջ ենք, բայց Վանո Սիրադեղյանն այստեղ մեկ փառահեղ բան ասաց։ Ես կուզենայի, որ հանկարծ այսօր վանները չշահարկեն սա, վանոն այո կանգնած էր խաղաղության գծի վրա, բայց տեսեք էպիտետը արժանապատիվ խաղաղություն։ Մենք հիմա բաց թողեցինք այս խայտառակ պարտությունից հետո արժանապատիվ խաղաղություն ունենալու հնարավորությունը, իսկ մի ժողովուրդ, որի միջից դուրս է եկել արժանապատվությունը, արժանապատիվ ապրելու հնարավորությունը չունի, ինքն ամեն ինչ անելու է այդ ողորմելի վիճակից ինքն իրեն դուրս բերելու համար գնալու է Իսպանիայում իսպանացի դառնա, Ֆրանսիայում ֆրանսիացի, Ռուսաստանում ռուս, մենակ այդ անարժանապատվությունը թոթափի իր վրայից, բայց մենք ունեցանք այդ շանսը եւ մենք բոլորս այդ թվում նաեւ ես 97-98 թվականներին հայհոյում ենք, կոպիտ եմ ասում ես որ չեմ հայել, բայց համենայն դեպս փորձել եմ իմ արևին ջախջախել էլի Լևոն Տեր-Պետրոսյանի պատերազմ թե խաղաղությունը, մարգարեական գործ էր։ Դրանից էլ ավելի լավ իր վերջին ասուլիսն էր։ Վանո Սիրադեղյանն այլ բան չի ասում, բայց ինչքան ձևակերպված է ասում։ Այո, մեր խնդիրն այսօր էլ նույնն է, որ այս մեծերի ոտքի տակ չգնանք։ Եթե այս ժամանակ ունեն թույլ կտակ մի քիչ ուրիշ կողմ։ Իհարկե, կարող եք։ Տեսեք, հիմա էլ այնքան տխմար ենք դարձել մենք, սոցցանցերը իհարկե բաց են, էլի մեր պատկերը լրիվ ցույց են տալիս։ Կամ ամերիկացիների կողմն ենք, ասում ենք ուխ, ես ինչ լավ են անում, այս մոլլեքի հերը պետք է անիծեն։ Կամ էլ թե չէ ուղիղ հակառակը ասում ենք Իրանը տեսեք ինչ ամուր է, շատ լավ է անում, մեզ ինչ։ Բայց այստեղ մի հատ ուրիշ նրբերան կա, ժողովուրդը երբ դառնում է ամբողջությամբ ինքը դիվանագիտություն է անում, այդ ժողովուրդը կործանման է դատապարտված։ Իր միջից ծնված դիվանագետները պիտի դիվանագիտություն անեն, ինքն իր արժեքներով պիտի ապրի։ Իսկ արժեքներից բարձրագույններից մեկն է երախտագիտությունը, գիտեք։ Հիմա ես մեր տերտերներին սկի չեմ սիրում, ուր մնաց թե մոլլեքին սիրեմ բանի, բայց ես ո՞ց կարող եմ երախտապարտ չլինել որպես քաղաքացի, որտեղ իմ աչքի առաջ էր, հենց հիմա ես կարող եմ վերհիշել, թե ինչպես Պուտինը վեր կացավ 22 թվին գնաց Իրան, հանդիպեց հանգուցյալ Խամենեիին, նախորդ հոգևոր առաջնորդին։ Հիմա այդ եւ նա էր միայն գնա որ պահեց Մեղրին, պահեց Սյունիքը։ Էրդողանը գնաց, ասես տուր էլի, մենք ռուսների հետ պայմանավորվել ենք, այդ շերտը տուր էլի, ձեր պապերը տեսակ ոնց տվեցին Նախիջևանին միացնելու այդ շերտը մասիվ են, այս վտարանդի երկու հատ շահ են ունեցել, չէ՞ դրանք այդ Փեղլևիներից, չգիտես էլ ինչ ազգության են պատկանում, դրանք այս փորձանքը բերեցին մեր գլխին, այլապես Նախիջևանը ոչ մի կապ չէր ունենալու Թուրքիայի հետ, ասացին դու էլ տուր էլի, Սյունիքը տուր,
Պուտինն ասաց կայսրության գնաց այնտեղ Թեհրան գնաց եւ գնաց Էրդողանը, այդ մարդը չէ, հիմա ես երախտապարտ չլինեմ որպես հայ, ես երախտապարտ եմ։ Ես ասում եմ Աստված ողորմի այդ այաթոլլային, որովհետեւ ինքը Սունիքը պահեց։ Բայց մյուս կողմից էլ ես իհարկե տեսնում եմ, իհարկե գիտեմ, որ Պարսիկ ժողովուրդը շատ մեծ ժողովուրդ է, Ֆիրդուսի տված ժողովուրդը, այսօր ինչ պիտի լաչակները քաշած մի հատ քրդուեր, որ սպանեցին մի տարի ապստամբություններ, չէ, այնտեղ կռիվներ էին։ Աստծուն ասում կայսին չի կարելի երախտամոռ լինել։ Մենք երախտամոռ ենք։ Հիմա կուզեք ես այդքան գովեցի հիմա նախորդ իշխանություններից էին, չէ՞։ Տեր-Պետրոսյանը, Սիրադեղյանը, Սարգսյանը, հիմա մի հատ այն մյուս կողմից ասեմ։ Իմ մեծագույն երազանքներից էր, որ Հայաստանն անկախ դարձավ եւ մենք այն որ ամենակարճի կադրը սկսեցիք Լենինի արձանը հանվեց բան, երբ որ մենք մեր անձնագիրն ունեցանք, ես հիշում եմ ոնց էի հուզվել։ Գիտեք, կեղծիք կար այդտեղ։ Ես հիշում եմ եթերով տեսա, որ Տեր-Պետրոսյանը Վազգեն կաթողիկոսին հանձնեց թիվ 1 համարանիշով անձնագիրը Հայաստանի Հանրապետության, իհարկե մեր կաթողիկոսին լավ արեց։ Մի քանի օր հետո Վանո Սիրադեղյանը ներքին գործերի նախարարը թիվ 1 համարանիշով անձնագիր հանձնեց Լևոն Տեր-Պետրոսյանին։ Երկուսն էլ արժանի են, երկուսն էլ որտեվ մեկը մեր կաթողիկոսը, մեկը մեր պետության հիմնադիր նախագահը, տհաճը այստեղ մենակ այդ կեղծիքներ էլի, որ երկու հատ առաջին չի լինում, էլի առաջին համարի անձնագիր չի լինում։ Բայց գիտեք, այստեղ երախտագիտության մասին եւ երախտամոռության մասին եմ ուզում խոսել։ Այդ անկախությունը, որի վրա նստել էին Հայաստանի Հանրապետության առաջին այրերը, հիմնադիր այրերը, իմ կարծիքով մեծագույն քաղաքական մտածող Տեր-Պետրոսյանը, նաև Վանո Սիրադեղյանը, Էդվարդ Եգորյան ունենք, պայծառ ուղեղուներ, հա, Վազգեն Սարգսյանը իմ սիրելին, Վանո Սիրադեղյանը, նրանք չասին, բայց անկախության առաջամարտիկներն ովքեր էին, սովետական միությունում միակ կոմունիստական կուսակցությունից զատ միակ կուսակցություն ստեղծածը ազգային միացյալ կուսակցություն Հայաստանում է ստեղծվել, որ այլազգիներն են անգամ մտել այդտեղ կալանավորներ։ 3 հոգի էին ստեղծել. Հայկազում Խաչատրյան, Շահեն Հարությունյան եւ Ստեփան Զատիկյան։ Այն երկուսն արդեն չկային, երբ որ անձնագիրներ, եթե երախտագետ մարդիկ էին, ավանդույթ կդնեին, որ այն ամենավերջին, չգիտեմ, բոմժը փողոցի Հայաստանում ապրող, հասկանար, որ իհարկե մարդ պիտի չմոռանա երախտիկը։ Առաջին անձնագիրը պիտի հրավիրեին այստեղ միակ կենթանի մնացածն այն ժամանակ Շահեն Հարությունյանն էր։ Ու տային նրան, ասեին շնորհակալություն, որ դու անկախության ջահը վառեցիր, մենք էլ եկանք, դու չկարողացար, բայց մենք կարողացանք բերել անկախությունը։ Բայց հետո էլ պիտի իհարկե, հետո էլ Աշոտ Սարգսյանը շատ լավ գիտնական իմ սիրելի բարեկամ։ Աշոտ Սարգսյանը այդ ուրացումների մասին հենց այդ վերնագրով էլ մի հատ գիրք գրեց, թե ինչպես հետո եկածները Քոչարյանի ժամանակից իրենց ուրացան։ Բա ուրացման սկիզբը դուք դրեցիք։ Բա իհարկե Նիկոլն էլ պիտի գար, ձեզ պիտի ուրանար։ Մինչև ուր պիտի գնա այս ուրացումների շղթան, մինչև քանի որ դա բարյական արժեք է երախտագիտությունը, չուրանալը, մենք դառնալու ենք անբարոյական ժողովուրդ, որտեղ եթե ներծծվեց մեր մեջ, մենք էլ ուրացանք մեզանից առաջ եղածներին, ասում է, չէ, հարգիր ծնողներիդ, որպեսզի երկար օրեր ունենաս։ Այո։ Իսկ մենք չենք ճանաչում նրանց։ Էլի կրկին խորնացում, ժառանգությունից փախչող։ Միքայել, գիտես, արդեն բավականին ժամանակ է, ես ձեզ ճանաչում եմ, միշտ առիթներ են լինում, ոչ միայն եթերում զրուցել, այլ եթերից դուրս էլ, եւ միշտ ապշած եմ ձեր ներքին լավատեսության վրա։ Դուք ունեք հրաշալի մտքեր եւ հիմա մի տեսանյութ ենք ցուցադրելու։ Ոտ 1 տարվա վաղեմություն ունեցող։ Այն ժամանակ հա թե ինչ ասեցիք եւ ես կուզենամ այսօր էլ այդ ամենը մնում է ուժի մեջ։ Խնդրեմ։ Աշխարհում եւ մեր շուրջը մասնավորապես կատարվում են իրադարձություններ, որոնք մեզ վրա չազդել չեն կարող։ Անպայման մենք այդ հորձանքի մեջ ներառվելու ենք, բայց մենք մի տեսակ հանդարտությամբ զբաղված ենք ինչ-որ երկրորդական բաներով, որոնք ոչ մի հիմք չունեն, տեսեք, դուք ոգուսով ասիք, մշակույթ ասացիք։ Ողբերգականն այն է, որ մենք ոգուսով չենք զգում։ Մեզ միայն ստամոքսի սովը քաղցը բավարար է։ Բավարարեցինք դա, քյաբաբը կերանք, ուրեմն ուրիշ բան չկա, մեզ չի հետաքրքրում
ինչ որ երաժշտություն, մեր քաղաքում արդյոք կանգնեցված արձանները ինչ սկզբունքի վրա են, մեզ ինչ մատուցեն, որ երաժշտությունը մատուցեն, այլ ձեր թիկունքին պատկերը մեր հրապարակն է, այնտեղ ամեն երեկո երաժշտություն կա, չէ, ինչ սկզբունքով ենք, դա դպրոց է, ինչ դպրոցով ենք մենք անցկացնում, խոսույթ չկա, կամ հայհոյանք է, կամ դիվական պաշտամունք, ինչպես որ քաղաքականության մեջ է, կամ այս թիմից ես, կամ այն թիմից։ Իսկ դա ողբերգություն է, գիտեք, մի լուսահոգի շատ հզոր, մաքրամաքուր, իմ տեսած մաքրագույն մարդկանցից երևի մաքրագույնը Շիրակ Գունաշյան, նախկին խորհրդային քաղաքականավոր, որ հասցրել էր 2 պատժաժամկետ անցկացնել բանտերում, մաքրագույն մի մարդ։ Մի օր իրար հետ զրուցելիս, ասաց նայի Սարոյան եղբայրներ ֆիլմում, մի եղբայրը դաշնակցական Գևորգը եւ մյուսը բոլշևիկ Հայկը։ Երկուսն էլ ինչ-որ բան ձեր ասացի նման ելք փնտրում էին Հայաստանի համար։ Ասում են, եւ երկուսն էլ մեռան։ Իրար դեմ էին, բայց երկուսն էլ մեռան։ Եվ Սոսկալին գիտեք որն է ասում էր, որ շարունակվեց Սուրմելյանների տեսակը, Սուրմելյանը ողջ մնաց։ Բայց եւ իրոք Հայաստանում այսօր տեսակների պատերազմ է։ Որ տեսակը կհաղթի։ Ոչինչ որ հակադիր լինեն Գևորգ եւ Հայկ եղբայրները, բայց երկուսի նպատակը երազանքը նույնը լինի։ Մենք ունենք այդ երազանքը, ազգային երազանքը, թե մեր երազանքը բանակի մասին երգել, մեր երեխաներին բանակից փախցնել, Հայաստանի քարի ու ջրի ու հողի մասին երգել, բայց գնալ օտար ափերում ապաստան փնտրել, ինչքան կեղծավոր ենք։ Այ մշակույթը դա է, բազում անգամ մշակել բառից է իդեպ, հա, հունարեն կուլտուրոս բառն է, որ նշանակում է մշակել, հարթեցնել, ողորկացնել։ Մենք հարթ չենք, մենք ողորկացված չենք այսօր, մենք մշակույթ չունենք, որովհետև մշակույթը միայն գեղեցիկ արձանը կամ հրապարակը չէ, կամ ժպտերես մատուցողը չէ, դա մեր ներքին վարքն է, մենք սանդղակն ունենք, ինչով ենք չափում, որն է մշակույթը, այդ չափիչն է մեզանից վերցված, թե չէ այնտեղ տերտերներ կլինեն, մեծահարուստներ կլինեն, վարշապետի խմբավորումը կլինի, դրանք մեկը մյուսին արժանի երևույթներ են, ինչու, որովհետև միասնական երազանքը չկա, կենացայինից այն կողմ մենք հայրենիք չենք պատկերացնում։ Շատ հետաքրքիր բնութագրիչ մշակույթը, եթե այսօր էլ մենք այդ հարցին փորձենք պատասխանելու, ինչ կավելացնենք կամ ինչ չէիք ասի։ Ճիշտ ասած ավելացնելիք չունեմ, զարմացա, որ այսպես անթերի կարողացել եմ բան ասեմ, այո, մենք այսօր խորը մշակութային ճգնաժամի մեջ ենք, իսկ մշակույթ կրկնեմ, ամենևին էլ մեր գրականությունը, մեր երաժշտությունը չէ միայն, մշակույթը մեր ներքին վարքաբանությունն է, մեր մտքի համակարգվածությունն է, մեր հոգևոր ծարավն է, առ ինչը, մեր մարմնական ցանկություններն են առ ինչը, մենք եգիպտացորենը, պերաշկին, չգիտեմ, այսինքն ուտելիքն ենք ավելի բարձր դասում եւ դրա կարոտից է, որ պատրաստ ենք շահիդ դառնալ, թե ասում ենք հանկարծ չհամարձակվեք իմ կոմիտասին մոտենալ, իմ դադիվանքին մոտենալ, այ եթե դա սերմանված լիներ, մենք այսօր միասին դադիվանքում կարող էինք ման վառել, դա հրաշքել է, դրա համար ասում եմ, այո, մենք ոգուսով ունենք եւ տա Աստված, որ այդ քաղցը չայլասերվի հանկարծ դեպի նյութը, հա, դեպի նյութը քաղցի չվերածվի։ Թե չէ մենք պայծառ ժողովուրդ ունենք, իսկականից պայծառ ժողովուրդ ունենք, ափսոս մեր ժողովուրդը, որ ընկել է արդեն քանի տասնամյակ իր ծնած տականքի ձեռքը, ցավոք մենք չի ընկել իր ծնած սելուցքի ձեռքը, ցավոք սրտի, եւ ընտրություններով ոչինչ չի որոշվում, թե կարող է տականքին սելուցքը փոխարինել, նորից նույն աղբն է լինելու, նույն աղբը։ Դե մեր ծրագիրը սովորաբար ավարտվում է հյուրի ուղղված վերջին հարցով, որն է այսօր Միքայել Հայրապետյանի լինել թե չլինելու բանաձևը։
Երևի Խաչատուր Աբովյանի ասացի նման, բանաձևն էս է, մեր լինելությունը, Խաչատուր Աբովյանը ձևակերպել էր մեր նոր գրականության հիմնադիրը, որ ամուր պահեք ձեր լեզուն, որովհետև լեզուն ազգի հոգին է։ Եվ հենց հիմա լելկում են մեր լեզուն, վարչապետից սկսած մինչև վերջին վարորդը կամ ուղևորը կադրերը տեսա, որ իրար ծեծում էին ու հայոյում, լլկում են մեր լեզուն, մեր հոգին են լլկում։ Դրա համար դրանց մեջքով է պետք կանգնել, ովքեր մեր հոգու դեմ են եւ ասել ետևս անցիր սատանա։ Ամուր պահենք մեր լեզուն, սա է մեր հոգին այսինքն։ Շնորհակալ եմ, որ եկաք։ Շնորհակալություն հրավերի համար։ Սիրելի բարեկամներ, մենք այսօր իսկապես շատ ինքնատիպ հյուր ունեինք։ Մեր լավագույն մտավորականներից մեկը Միքայել Հայրապետյանն էր մեր տաղավարում։ Ես կարծում եմ, որ նրա արտահայտած մտքերից շատերը մեզ լուրջ մտորումների տեղիք են տալու։ Բայց այսօր այսքանը, ցտեսություն։